շուրջ անալիզներն արել ասածնային եւ բարձրանում է, որ սա աշխարհի հնագույն տաճարն է։ Ամբողջ աշխարհի ամենահին հոգևոր կառույցը գտնվում է հայկական լեռնաշխարհում կոնկրետես հատվածում։ Պատկերացնեք ինչի մասին խոսենք։ Սա քանի որ նոր պեղումներ է, ձեր դպրոցում սովորած ժամանակ ձեզ չեն ներկայացրել։ Կոնկրետ սա օրտասարն է, որ ասում են Գյոբեկի թեփ եւ եւս մեկը Քարավան թեփ նախորդ տարի պեղումները շարունակվում էր, հիմա տակերիկներով երևի կվերսկսեն։ Հիմա ինչու է սա հետաքրքիր։ Այստեղ քարերի վրա, ասես տարբեր քարեր են կողքը, անգլերեն տետաղի նման, պատկերված են կենդանիներ, տարբեր նշաններ, այստեղ տեսնում եք վարազ, ցուլ, ամբողջներ ինչ-որ։ Եվ բարձրանում է, որ այս կենդանիների հարթականդակների տեղադրությունը համընկնում է հին ժամանակվա մարդու պատկերացրած զոդիակի անվանումներին։ Պատկերացրեք, պայմանական է ժամանակ մի համաստեղության անունները դա վարազ, թե վարազը։ Պայմանական են շատ ասում ես, հետազոտությունները դեռ շարունակվում են։ Սա մի քիչ լավ չի եղում, ազգային հարթակից հոդվածի մեջ վերում է, որտեղ ասում է, որ ՄԹԱ 11,000 տարի առաջ, սա Եվրոպան է, այստեղից է զարգացել քաղաքակրթությունը Հնդկաստանից մինչև Եվրոպա։ Մի 9,000 տարի առաջ ստեղից է զարգացել, 5,000 տարի առաջ ստեղից է, մի հատ այդպես բռնկում եղել, 4,000 տարի առաջ ստեղից է եղել։ Այս փաստերը հիմնված է պեղումների արդյունքում հայտնաբերված ոսկորների անալիզների, երկրագործական գիտելիքների, այսինքն հողագործական գիտելիքների, ինչպես նաև լեզվի վրա, որ մարդկանց լեզու Հնդկաստանից մինչև Եվրոպա ընդհանրություններ ունեն մեր այսօրվա լեզվի հետ եւ մեր հին լեզվի հետ։ Մենք բոլորս նախկինում այսքան ժողովուրդը, որ ստեղից է սկիզբանե, նույն լեզվով ենք խոսացել։